Այս 1300 տոննան շատ չնչին տոկոս է, որը կարողանա Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայում ոչ միայն գների վրա ազդի, այլ նաև ինչ-որ հարցեր կարգավորվեն կամ չգիտեմ Ռուսաստանի այդ նավթամթերքի հրաժարվել է։ Նախ եկեք հասկանանք, որ Ադրբեջանը չունի այդ պոտենցիալը, որ կարողանա Ռուսաստանից անգամից վերցնենք այդ 300,000 տոննա, որ անցած տարի ներկրել ենք, այդ 300,000 տոննան բավարարի։ Ադրբեջանը անգամ չի կարողանում լիարժեք Վրաստանի ներքին շուկայի պահանջարկը բավարարի, իր երկրի ներքին շուկայի պահանջարկը բավարարի, ուր մնաց միաժամանակ Հայաստանի Հանրապետության ներքին շուկան ամբողջությամբ բավարարի եւ բացառապես կախվածության մեջ հայտնվենք Ադրբեջանի նավթամթերքին, դա ցնորք է։ Դա գիտաֆանտաստիկ ժանրից է։ Սա պարզապես քաղաքական երանգ է, տոնական օրերի հետ կապված, քաղաքական երանգ է մեր հայ եկեղեցու հետ կապված արշավին, հասարակության ուշադրությունը շեղելու համար, որտեղ այսօր բոլորը խոսում են նավթամթերքի մասին, բայց ոչ ոք չի ուզում հասկանալ լավ, օրվա իշխանությունի դեմս Նիկոլ Փաշինյանի 26 թիվը նոր կաթողիկոսով կամ ԺՊ-ով ենք մտնելու, թե Գարեգին երկրորդը կոչով է հանդես գալու հայ ժողովրդին։ Հասկանում եք, այստեղ տնտեսական եւ քաղաքական աղավաղված են եւ եկեք չմոռանանք, որ հացահատիկը եւ նավթամթերքը միգուցե այն գինն է, որի համար մենք պետք է վճարենք Սյունիքը ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության կամ ազդեցության գոտում տալը։ Հետևաբար ես ոգևորված չեմ այդ նավթամթերքի եւ հացահատիկի ներկրման, որովհետեւ մենք դրա կարիքը չունենք, առավելևս այս գնով, այս կորուստների արդյունքում ինձ համար եւս մեկ անգամ կրկնում եմ, հացահատիկը դա Արցախի հողն էր, իսկ այս նավթամթերքը Արցախի ջուրն է։ Եթե որևիցե մեկը ցանկանում է այդ հողը այդ գնով գնի եւ սպառի, թող գնան այդ հացահատիկը գնեն կամ շարունակեն ներկրել։ Եթե որևիցե մեկը ցանկանում է այդ նավթամթերքը գնի, այդ գնով Իսեր ասու, թող գնան գնեն, եթե անգամից յուրաքանչյուր հայ հասարակ սպառող նավթամթերքը չգնի, վստահեցնում ձեզ այդ նավթամթերքը իր սպառման շուկան արդեն իսկ ունի, պետական ծառայական մեքենաները բավական են։